Ողջունում եմ ձեզ սիրելի ընկերներ, բարեկամներ ու հետևորդներ։ Շնորհակալություն եմ հայտնում ձեր ակտիվ մասնակցության համար եւ մեկնաբանության դաշտում ձեր կարծիքը գրելու, կիսվելու համար։ Եվ այսպես մենք նախորդ տեսանյութում անդրադարձել էինք գումարի ծրագրին եւ անդրադարձել էինք 1-երին, 2-ներին եւ 3-ներին։ Այսօր արդեն անդրադառնալու ենք 4-երին, 5-երին եւ 6-երին։ 4-երը այն մարդիկ են, որոնք ծնվել են յուրաքանչյուր ամսվա 4-ին, 13-ին, 22-ին եւ 31-ին։ Այս մարդիկ ունեն կրեատիվ մտածողություն, այս մարդիկ կարող են զրոյից համակարգեր ստեղծել, նրանք աշխատանքում չգիտեն հոգնելն ինչ բան է եւ կարող են 24/7 ռեժիմով աշխատել։ Այս մարդկանց խորհուրդ է տրվում, որպեսզի աշխատանքում բծախնդրորեն չվերաբերվեն մյուսների կատարած աշխատանքին, չպահանջեն ավելին մարդկանցից, քանի որ նրանց աշխատանքային ժամանակահատվածի աշխատունակությանը ոչ ոք չի հասնում։ Եվ խորհուրդ է տրվում, որպեսզի 4-երը աշխատանքում լինեն ոչ միայն շարքային աշխատողներ, այլ նաև բարձր պաշտոններ զբաղեցնեն։ Նրանք չեն սիրում, որ իրենց իշխում են, նրանք չեն սիրում, երբ իրենց հանձնարարություններ են տալիս, դրա համար ավելի լավ է, եթե աշխատել որևէ մեկի մոտ, ապա որևէ բարձր պաշտոնում լինեն այս մարդիկ։ 5-երի մասին ինչ կարող ենք ասել։ 5-եր են այն մարդիկ, ովքեր ծնվել են 5-ին, 14-ին եւ 23-ին յուրաքանչյուր ամսվա, եւ այս մարդկանց գումարը կարող է կապված լինել IT ոլորտի հետ, ծրագրավորման հետ, համակարգչային խաղեր ստեղծելու հետ։ 5-երը այն մարդիկ են, որոնք տարբեր բնագավառներից կարողանում են գիտելիքներ հավաքել, մեկտեղել միտեղ եւ ստեղծել հետաքրքիր մի բան։ Այս մարդիկ շատ ազատատենչ են եւ նրանց եւս խորհուրդ է տրվում աշխատել այնպիսի տեղերում, որտեղ իրենք ստեղծագործական մտքի համար պատասխանատու կլինեն եւ նրանց ժամանակահատվածի մասով որևէ մեկը չի սահմանափակի։ Եթե 5-երը ուզում են շատ գումար ունենալ, ապա նրանց ուղեղում եւ գործերում քաոսը պետք է դադարի, որովհետեւ հենց քաոսի արկայությունն է մի քանի գործ միաժամանակ սկսել եւ ավարտին չհասցնելն է, որ նրանց գումարի հոսքը արգելափակում է։ 6-երը այն մարդիկ են, ովքեր ծնվել են յուրաքանչյուր ամսվա 6-ին, 15-ին եւ 24-ին։ Այս մարդիկ էսթետներ են, նրանք գեղեցիկ են եւ բնատուր գեղեցկություն ունեն։ Այս մարդիկ կարող են կապ ունենալ մոդելային աշխարհի գործունեության հետ, կարող են իրենց դեմքով գովազդներում տեսանկարահանվել, կարող են ձեռքի լավ աշխատանք կատարել, խոհարարներ, ֆլորիստներ, նկարիչներ, ֆոտոնկարողներ, նրանք գեղեցկությունն ու աշխարհը այլ տեսանկյունից են տեսնում։ Եվ այն ամենը, ինչ կապված է ձեռքի աշխատանքի հետ, այն ամենը, ինչ կապված է դեմքով ներկայանալու հետ, բնորոշ է եւ կարելի է վստահել հենց 6-երին։ Ընկերներ, այսօրվա համար նախատեսել էի այսքանը, հետևեք տեսանյութերին եւ հաջորդիվ արդեն կանդրադառնանք 7-երին, 8-երին եւ 9-երին։ Դե ինչ, այսօրվա համար նախատեսել էի այսքանը, կսպասեմ մեկնաբանության դաշտում ձեր կարծիքին, իսկ մանրամասների համար կարող եք զանգահարել իմ տեսանյութերում նշված հեռախոսահամարին կամ ինստագրամյան հարթակում գրել անձնական նամակ։ Մնացեք խաղաղությամբ։